Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, այսօր գտնվում եմ Շամշադինի գյուղերից մեկում, Վերին Կարմիր աղբյուրում, որտեղ տոնում են գյուղի 165-ամյակը։ Զուգադիպել է այստեղ եւ այսօր աշխատանք ենք կատարում եւ ձեզ կներկայացնեմ գյուղը, թե ինչպես է առաջացել, անվանումը, բնակչությունը, ապրելակերպը, ամեն ինչ։ Հիշում եք, չէ, նախկին հոլովակներում շատ եմ ասել, որ պիտի մեր բոլոր գյուղերը նկարեմ, 15 գյուղ ու Բերդ քաղաքը, ներկայացնեմ իրենց տարբերություններով, առավելություններով եւ ժողովրդով։ Հիմա այսօր այդ օրն է, մենք գտնվում ենք 41 թվի հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին նվիրված վայրում, որտեղ այնքան զոհվածի անուններ կան պատին գրված, որ այդքան շատ, մի խոսքով մի քիչ ծանր է սկսվում, բայց դե ինչ արած էտա։ Այսօր տխուր մասը ավարտենք ու անցնենք լավ ուրախ մասին ու մի համով հոտով շատ լավ հոլովակ նկարենք։ Մեզ բարի ժամանց, ձեզ էլ բարի դիտում։ Քնում ենք մեր հայրենական պատերազմի հուշարձանը, մեր եղերնի հուշարձանը, այնտեղ զոհերի, մեր նորորյա զոհերի հուշարձանը, գալիս ենք եկեղեցի մոմավառություն անենք, ովքեր ուզում են, ցանկանում են, գալիս են մեզ այդ մաշինին նստում ենք շարժում։ Դրիվս էլ իրար հետ, կացի։ Մի սկզբից քնում ենք հայրենական։ Ոչ մի գյուղում չկա սենց, մենակ մեր գյուղում։ Հայրենական պատերազմի զոհերի բոլոր անուններով, անազգաններով, իրանց նամակներով, պատերազմից որ կերել են։ 170 զոհ, 500-ից, մոտ 500-ից։ Տանեքից 4 հոգի չեն վերանացել, 156 հոգի զոհատվել գյուղը, 450 թե 500 մոտորապես գնացել են պատերազմ և 156 չեն վերացել։ Մի ընտանիք կորցրել է 4 եղբայր, մի ընտանիք 3 ընտանիք 3 եղբայր, 4 եղբայրները Այս առաջին 4 եղբայրները ինքը մինուճար տղա 3 եղբայր իրանք են հետո Մեսրոպյաններից 3 եղբայր չեն եկել Մայրերը Դեպի որ դղեմ կանուսնկան Այդ 4 տղաների մայրն հակի բախտավոր է եղել, որ պատերազմը չավարտած ինքը մահացել է, այդքան բախտավոր է եղել, չի իմացել ինքը, իրեն 4 տղաները չեն եկել, իրեն 3 տղաները չեն եկել, միակ տղան չի եկել,
Սուլթան տատի։ Տես, եթե չասեինք չէինք իմանա, էլի։ Ուրեմն պետք է այդ Հակոբ Բաբայան Հակոբը չի եկել։ Ես այն, եթե չասեինք, մենք չէինք իմանա դա։ Ուրեմն պետք է ինչ-որ բան գրվի, այստեղ նաև պետք է գրվի, էլի։ Գերդաստանից 10 հոգի եկել Թե են։ ինչու այդ կնոջ նկարը կա։ Որտեղ կզարման կմտածել Ռոբերտի հորքուրն է։ Իմ հերը, որեղբորս երկու տավան եկնել են պապարը։ որտեղ բոլորին հասկանում են, ինչու է կանանց։ Մի բան էլ ես ասեմ, ամենաշատ զոհը տվել են Չոբանյանները հայրենական պատերազմում։ 11 հոգի։ Ոյ։ Ես էլ իմ պապի աղբերն եմ։ Արդին պապի աղբեր։ Նման ենք մենք։ Ինչ որտեղ։ Նման ենք։ Շատ սիրուն է։ Մեր համոյն մի տղա ունի շեկտոշնից Քանի տարեկան։ Երևի 18։ Բանեսարը Քանի վրա կերած այդ եմ կարդացել։ Բայց եթե ես անը չասեր, մենք չէինք իմանա, թե այն կանանց նկարը ինչու է դրված։ Այն մի փոքրիկ բան կարելի է։ Ասма 156 հոգի, հա? 156։ 56 հոգի չդրած։ Եղերնի, զոհերի, եղերնի, ես խոտորացի հետևանքով մեր գյուղեմ 5 ընտանիք կա։ Մարգարյանների, Բաբայաններ, Աթոյաններ, Բարսեղյան։ Երեսանը քիչ ասես։ Երկևին աշխարհամասեր է, էլի իմաստը, որ նուր Հայաստանը ծրված է աշխարհամասեր։ Աշխարհով է։ Աշխարհով է։ Շատ ճիշտ է թվականում է։ Սիրելի հետևորդներ, շարունակվում ամեր ճանապարհորդությունը, ներքևում նկարեցինք ու ուղղակի հարմար չեղավ, որ խոսեմ ես, վերևի մասում այդ քարերից վերև մի մեծ նորա դրված, որը ուտակը մեր աշխարհամասերն է, քարերա տարբեր, որ չասեն, չես իմանա ինչի համար է այդպես, բայց որ ասում են, արդեն ասում ես, վա, ինչ լավ է մտածված։ Աշխարհամասերն է դրված, նորը վերևին ու ճաքած նորը, հասած նորը բացված, նշանակում է, որ նորը հայերն են, մեր ազգն է, աշխարհամասերը նռան տակ, այսինքն հատիկները այդպես աշխարհով մեկ սփռված են, հայերը տարածված են աշխարհով մեկ։ Հիմա տնանք, հիմա օր ենք գնում, չգիտեմ։ Սիրելի համագյուղացիներ, հարգելի հյուրեր, այսօր Վերին Կարմիր աղբյուր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Խնդրում ենք բոլորիդ ակտիվ լինել, մեկս մյուսի հանդեպ լինենք ջերմ շնորհավորանքներով եւ բարձր տրամադրությամբ։ Բոլորիդ, հատկապես մեր մեծերին, բոլորին հրավիրում եմ սեղանի շուրջ եւ տոնակատարությունն այսօրվա համարում ենք բացված։ Մոտեցեք։ Սամվել, Ախոդաձյան, եկեք։
Ստեղ եկեք, լրիվ տել եկեք, դել ճամփամիկ պահի։ Անբաժակ բան ենք խոմեք։ Այս գյուղից եք հենց։ Այո, ես գյուղից եմ։ Աղջիկ թե հարս։ Ես գյուղի աղջիկ եմ, Այգեձորի հարս եմ, բայց ներկայում ստեղ եմ ապրում։ Գյուղի ծնունդը կանչել է ձեզ։ Անպայման, շատ։ Գյուղից հնարավորություն ունեմ դուրս գալու, ծնողներս հիմա Մոսկվայում են, բայց դե գնացել եմ մի քանի օր մնացել, արդեն կարոտից, գյուղի կարոտը ինձ կանչում է։ Ես շատ եմ սիրում։ Հայրենասիրությունը այսը մանր բաներից է սկսվում։ Կներես, որ մանր եմ ասում, մանր է, էլի։ Դե հա, ինձ մարեն քարը, թուփը, այն ամեն մի մանրուքը ինձ մար ստեղի շատ։ Ես որ մի օր գյուղից դուրս եմ գալի, այդ օրը ինձ համար օր չի։ Հա։ Շնորհակալություն։ Ապրեք։ Լավ, հա։ Ժողովուրդ, ստեղ Իմիջայլոց այս գյուղում կա նաև սպորտ զոն ու քանի տարածք մենք եկեք ցույց տամ։ Խնդրեմ։ Կարգին եկող կա։ Հա։ Շատ լավ է։ Ստի история եմ տեսել։ Նստում ինվերինգն ամեն ինչ։ Ոայ շատ լավն է։ Թաթուլ ջան, պարապեմ, ինչ հանեմ։ Կեսկը պարապես նոչտի։ Շտանգ վրցնեմ։ Լավ, մի բան փորձեմ, դե եկել եմ։ Մի ասեն դարձել վաստին քիչ։ Вот на это пятли. Այո, մականները տակացնես նորմալ։ Շուբով պարա, դե դուս ենք եկելի, դրսում մեզ են սպասում, գնում ենք շարունակենք։ Չէ դե լավ վկնգնեմ բոլա։ Պարագասնում է։ Ես գիտի որ դուք ինձ ստիչ չարիք դեք։ Ժողովուրդ գյուղի համար սա մեծ բան է, ափսոս նավորից ակարից հեռու է, բայց դե վլոգ դժվար, բայց ովքեր հետևում են Facebook-ից, ստորիները կտենան, ստի կմասնակցեմ, 2 րոպե վաստովի գլխից պտտեց, պրավալ եմ, գնացինք, եկեք։
որ այսօր 165 տարեկան է։ Բնակարան միջոցառումը նվիրված գյուղի հիմնադրման 165-ամյակին հայտարարվում է բացված։ Մեկ անգամ ևս պետք է ձեզ նեղություն տանք, խնդրենք, որ ոտքի կանգնեք և միասին տիրունական աղոթքով սկսենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես ցե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես հերկինս և հերկերի, ըս հաց մեր հանապազորդ, տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես եմեք թողնք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ պրկյազ մեզ իչար է, զիքոյ արքայություն և զորություն և պարկ, հավիտյանս, հավիտենից ամեն, Եղիցի լույս, տիարն աստուծոյի վերամեր, Զգործս ձերած մերոց ուղիղ արևմեստեր և զգործս ձերած մերոց հաջողյան մեզ, ամեն։ Շնորհակալություն, Աստված բոլորիս պահապան։ Դեմ եմ հրավիրում Վերին Կարմիր աղբյուրի վարչական տարածքի ղեկավար Կամո Չոբանյանին։ Հարգարժան համայնքապետ, հարգարժան զինվորականներ, համագյուղացիներ, հարգելի հյուրեր։ Այս օրերին լրացավ Վերին Կարմիր աղբյուրի հիմնադրման 165-ամյակը։ Շնորհավորում եմ այս հիասքանչ տոնի առթիվ և ցանկանում բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, սեր, ջերմություն։ Գյուղը ունի շատ հին պատմություն, որոշ տվյալներով դեռևս 1500-1600-ական թվականներին այստեղ ապրել են ընտանիքներ, ովքեր մի քանի անգամ տեղահան են եղել, տեղափոխվել այլ բնակավայրեր։ Այդ մասին է վկայում այսօր գյուղի թանգարանում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմապատի քարերը, որոնց վրա փորագրված է 1601 թվական։ Պատմական փաստերն արձանագրում են, որ 12-ից 14-րդ դարերում Արցախ նահանգից մեր տարածք են տեղափոխվել տասնյակ ընտանիքներ, ովքեր բնակություն են հաստատել Տավուշ գետի աջ ափին։ Երկար ժամանակ ապրելով այդ տարածքում, նրանց մի մասը տեղափոխվում է Մապլար կոչվող խանդամաս։ Մինչև ռուսական տիրապետության տակ անցնելը մի քանի անգամ բնակավայրը տեղահան է լինում, և վերջին անգամ 17-րդ դարի 50-ական թվականներին հիմնավորվում Տավուշ գետի աջ ափին այժմյան Այգեպար գյուղի դիմաց, իսկ գյուղը անվանակոչում են այն անունով, որտեղից իրենք են եկել։ Վարդաշեն։ Վարդաշենից մի քանի ընտանիքներ, Թումանյաններն ու Քոսակյանները տեղափոխում են Բերդ գյուղ, Բալդրյանները Հախում և Ծաղկավան, Այդինյանները Նավուր, մնացածներն ապրելով այդտեղ մինչև 19-րդ դարի 70-ական թվականները կազմել են մեկ հասարակություն և գյուղը անվանափոխել Կարմիր աղբյուր։ Գյուղը Իրանին ստացել է այդ տարածքում գտնվող ստորգետնյա աղբյուրից, որտեղ ջուրը հոսել է կարմիր քարերի միջով և ունեցել է կարմիր գույն։ 1800-ական կեսերից կամաց-կամաց գյուղը նորից է տրոհում։ Այս անգամ արդեն
Մի մասը տեղափոխում է Քոսալար, իսկ մի մասը Մավլար։ Այստեղից էլ ներկա գյուղատեղի, որտեղից էլ ստանում են վերին եւ ներքին կարմիր աղբյուրանները։ 1860-ականն է համարվում գյուղի հիմնադրման տարեթիվը։ Ներկա գյուղատեղը 1701 թվականին համարվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածք։ Մինչև սովետական կարգերի հաստատումը առաջին աշխարհամարտին գյուղից մասնակցում են 171 մարդ, որոնցից չեն վերադառնում 46-ը։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո գյուղում կառուցվում եւ 1923 թվականին շահագործման է հանձնվում 7-ամյա դպրոցը։ Գյուղում ի հայտ են գալիս փոքր մշակութային օջախներ, գյուղացիների մոտ նկատվում է որոշակի աշխուժություն, սակայն ուրախության համը դեռ չճաշակած սկսվում է մեծ հայրենական պատերազմը։ Այստեղ երանմասն չեն մնում մեր համագյուղացիները, մեծ հայրենականին գյուղից մասնակցում է մոտ 500 համագյուղացի, որոնցից չեն վերադառնում 170-ը։ Պատերազմի հետևանքով գյուղից մարում են 15 օջախներ, ինչպես նաև Հարությունյան, Կամենդատյան, Ջաղարյան ասկանունները։ Պատերազմից հետո գյուղը մտնում է իր բնականոն կյանքի մեջ, նկատվում է զարգացում, կառուցվում են նոր 800 աշակերտի համար դպրոց, մշակույթի պալատ, կենցաղի տուն, կինոյի շենք, բուժամբուլատորիա, թանգարան հուշարձան, վարչական շենք, կապի հանգույց, փոստ, հասարակական բաղնիկ, գյուղ նշանակության ֆերմաններ, պահեստներ, կալեր եւ շատ տարբեր բնակավարի օբյեկտներ։ Սովետական տարիներին գյուղը Շամշադին տարածքում իր հստակ դիրքն է ամրապնդում առաջին երյակում։ Մինչև սովետականացումը եւ դրանից հետո իրենց ակտիվությամբ եւ աշխատասիրությամբ աչքի են ընկնում բոլոր ժամանակների գոլվարչության նախագահները՝ Սոլան Ջաղարյան, Թոմաս Դարփինյան, Մաթեոս Արաքելյան, Արշակ Մեսրոփյան, Ջահան Դարփինյան, Միխայել Կամենդատյան, Մամիկոն Միրզախանյան, Սեդրակ Ծատուրյան, Պավել Բաբայան, Սեդրակ Ծատուրյան, նորից Պավել Բաբայան, Թոմաս Դարփինյան, Հարություն Դարփինյան, Ազատ Դարփինյան, Վազգեն Մուսինյան, Հրանտ Միրզախանյան, Գրիգոր Եսայան, Ալբերտ Ավակյան։ Նաև գործադիր կոմիտեի նախագահները մեծ նվիրումով շնացնելով հայրենի գյուղը ՍՍՀ փլուզումից հետո սկսվում է Արցախյան պատերազմը։ Հայրենի պաշտպանությանն են գծագրվում 200-ից ավելի համագյուղացիներ։ Հաղթելով Արցախյան ճակատամարտը հայրենի գյուղը այդ պատերազմում եւ դրա հետևանքով տալիս է 12 զոհ։ Հետաքրքրության հետևանքով տասնյակ բնակարաններ ու կառույցներ փլուզվում են։ Երկարատև զինադադարից հետո սկսված քարորյա պատերազմին մասնակցում են 18-20 տարեկան 20-ից ավելի երիտասարդներ, իսկ 44-օրյա պատերազմին մասնակցում են բազմաթիվ համագյուղացիներ, ցավոք այստեղ էլ ունեցանք 2 զոհ։ Հարգարժան հայրենակիցներ, իր ողջ գոյության ընթացքում վերին կարմիր աղբյուրը Հայաստանի Հանրապետության ժողովրդին տվել է բժշկական, կենսաբանական, գյուղատնտեսական, պատմական, քիմիական, բանասիրական եւ այլ գիտությունների 50-ից ավելի դոկտոր պրոֆեսորներ, 20-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ, նրանցից 3-ը մարտական խաչ առաջի ասպետ, 70-ից ավելի գիտությունների տեխնացումներ, սպորտից աշխարհի 1, Եվրոպայի 1, ՍՍՀ 3 չեմպիոններ, 1 նախարար, ՍՍՀ եւ Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, 1 ՍՍՀ եւ 2 Հայաստանի Հանրապետության դեսպաններ, տարբեր ոլորտներում տասնյակ հիմնարկության ձեռնարկությունների տնօրեններ։ Այսօր մեծ է դերը նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցների, ովքեր ջանք չեն խնայում հարազատ գյուղում ներդրումներ կատարել։ Այցելով բոլորի ներողամտությունը ուզում եմ նշել Մաքսիմ Օհանյանին, ում ֆինանսական միջոցների օգնությամբ գյուղում 2013 թվականին կառուցվեց Սուրբ Հովհաննես եկեղեցին, որի միջոցով գյուղում վերակենդանացավ հոգևոր մշակութային կյանքը։ Հատկանշանական եմ համարում նշել նաև նախկին բոլոր գյուղապետերի դերն ու նվիրվածությունը հայրենի գյուղին, ովքեր իրենց ուժերի ներածին չափով իրագործել են ծրագրեր, կատարել շնաշխատանքներ, Վաչիկ Եսայան, Վազգեն Մանուչարյան, Գևորգ Չովանյան, վերին կարմիր աղբյուրները լինելով միասնական 1960, 2000, 2010 թվականին նշեցին գյուղի 100-140, այն այդտեղ 150-ամյակը, այսօր առիթն է նշելու 165-ամյակը, և փառք նրանց, ովքեր կնշեն 170-ամյակը։
Հարգելի բարեկամներ, ուզում եմ փաստել այն հանգամանքը, որ գյուղի առաջընթացի գործում իրենց դերն ունեն նաև շրջանի մյուս գյուղերը, Բերդ քաղաքի գլխավորությամբ, սկսած Փարավակալից մինչև Չինարի, այսօր այստեղ դեռևս կլինեն ելույթներ գյուղի նորաբնակիչների մասին։ Չչարաշահելով ձեր համբերությունը, ուզում եմ երախտի խոսք ասել Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցներին, Բերդամայր ղեկավար Ասլիկ Հակոբյանին այս տոնակատարությանը ֆինանսապես աջակցելու համար։ Ոչ եմ անում բոլորի լինել բարի, հանդուրժող, սիրով լցված, միմյանց հանդեպ, լինել բարեկամասեր, քանզի այսօր մեր երկիրը շրջապատված է թշնամիներով եւ ավելի շատ կարիք ունի բարեկամների։ Ողջ հայազգին մաղթում եմ խաղաղություն, մեզ էլ տոնական բարձր տրամադրություն։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հողի մեջ այսքան օգնություն չկա, այսքան վաստակած օգնություն չկա, ախր ուրիշ տեղ գնի մեջ արել եւ արելի մեջ այսքանություն չկա, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ։ Սիրելի բարեկամներ, բոլորին մաղթում եմ բարձր տրամադրություն եւ խնդրում եմ բոլորիդ բարձր ակտիվությամբ նշել այսօրվա մեր այս հիասքանչ տոնը։ Շնորհակալություն բոլորին։ Yes,
Հուշակներ են աչքերը տամար, չկա քեզ նման գարուն ազենից, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար։ Կանաչ կյանքի վարտան ու շահոր, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար, ծաղկիր ինձ համար, երկիր ինձ համար։
Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք, հրճվում էր անսուստ ամբոխը գյուղի, գյուղն էին իջել հովիվ պատանիք, աղջիկ տեսնելու բարի ու կոխի, ու բարից հետո լեն հրապարակ, բացարին մեջտեղն արձակ գլխատան, զուրնաչին փչեց կոխի եղանակ, ահել ու ջահել իրարով անցան, հարայ են տալիս քաշի հակաշի, ու դուրս քաշեցին զորով երկուսի, մինը մեր Սարոն, իսկ մյուս տանուշի Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին, ողջ գյուղը կանգնեց երկու բանակի, Չոքվեց, բաժանվեց երկու բանակի, ամեն մի բանակն ընտրեց պահլևան, կանգնեց թիկունքին տղերանց մեկի, հարայ են տալիս երկու բանակից, սրտապինդ կացեք, մի վախեք տղերք, իսկ նորեք հարսի, բարդիկ համակից, նայում են կանգնած, հարս ու աղջգերք, ու տականում են տղերքը սաստիկ, փեշերը հավաք խրում են գոտին, գետին են զարկում, ձեռները հաստիկ, իրար են հասնում թափով մոլեգին, Ադատ կասակայն են մուտ զորերում ու միշտ հնազանդ հնոց ադատին ամբոխի արջև իգիտ նիրորում գետին չի զարկիլ ընկեր իգիտին ու իրար բրնած Սարոն ու Մոսին քաշում են ընկնում խոզապարկուկի քաշում են ընկնում ելնում միասին դժվար է իբրև հաղթել մեկ-մեկի իզուրը գոռում ամբոխը հարբած եւ զուր սրտատրոպ նայում աղջիկներ, անուշը կանգնած, Սարոն նկատեց, տուն դարավ սիրտ ու զարկեց արակ, աչկերի արջև մլարը պտեց, մռացավ ընկեր, ադատ ու աշխար, ու միշդեր Մոսին ընկերախաղի կատակի տալով թողած էր իրեն, ու շարավ Սարոն, ծնկեց կատաղի, գետնեց ընկերին ու չոքեց վրեն, հայ ամբոխը թապվեց, հարայ հրոցով, վեր թրծրեց ջահել պահլևաներին և ուրախության աղմուկ գոռոցով հաղթողին փեսի թախտի մոտ բերին, սնծության զայնից, ծափերի զարկից, թնդում են, դողում պատեր ու հոճորք, իսկ նորեք հարսի բարդիկ համակից նայում են կանգնած հարս ու աղջիկերք, վեր կացավ Մոսին, իրեն կտրատում, թող գա գոռում է, որ բռնենք նորից, հեչը նամարդը, արևս եմ երդվում, էլ չի պրծնելու երբեք իմ ձեռից, վեր չգցել ինձ խապել անա, մեյդան բացարեք, թող մինել մեջ գա, ու ամեն կողմից ուրախ, հրհրում, թունալի ծաղրով կանչում են գոռում, չէ լավ, էդ չէ լավ, Մոսին թոլ է լավ, ահա տղերք շատ է լավ կանի, մեջքը թապտվեք, թող մինել բռնի, մեջքը թապտվեք, ու էդ հարսանքից դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր, Արյուն էր կաթում սևակնած սրտից, ամոտ քեզ Մոսի, թուք ու նախատինք, ամոտ քեզ նման, գոված իգիտին, միանուն թիշիր, մի բոհիտ մտիկ, դեր քո թիկունքը չեր տեսել գետին, ինչպես վեր ընկար դու, սարի նման, երբ նայում էր քեզ ողջ գյուղը կանգնած, դու կուչ գաս տակին Սարոյից ընկան, դրանից հետո երևաս կանանց, եկած էր ես բան նսկի քո գլխին, ծաղրատեղ դարձար բովանդակ գեղին, դե մեռիր, էլի գետինը մտիր, տանը վեր ընկիր, իլիք պտտիր։
մայրողի արևի շողի ինի պարքևով հայոց նավի արտակ մայրողի արևի շողի ինի պարքևով հայոց նավի լծվեք ընկերներ աշակներնի Հայոց գիրին մեծանուշրինի լծվեք ընկերներ աշակներնի Հայոց գիրին մեծանուշրինի Հայոց գիրին Ես ցանկանում եմ շատ բարձր մակարդակով, շատ մեծ ուրախությամբ, քեֆով, վաղը Կիրակի է, խնդրում եմ չվրազել, բարերը միացրած է, կտքանակես է, պարկը կյան, կերքենք, ամեն ինչ ներկա, ուտիլիքը բոլա, շատ եմ խնդրեմ, ենքան կարում եք ու խացեք մեզ ուր խծեք, ապրեք, բոլորիդ կենացը, հող նմանատիվ միջոցառումները, սկսած Չինարիայի գեձոր, Արծվաբեր, Ջորատան, Նորաշեն, Մովսես, վերին կարմիր աղբյուր, բեր, այգեպար, ներքին կարմիր աղբյուր, դե որ ասել ենք, չին, իծակար, նավուր, Կավուշ, ծաղկավան, հախում, բերդ, հախում, պարավակար, չին ասեցի։ Բոլոր գյուղերում նմանատիպ ուրախություն տոնել լինել։ Բոլոր ձեր գյուղերում, մեր գյուղերում բոլոր տեղի ուրախություն, խաղաղություն լինի մեր ժողովրդին, թող հարատև խաղաղություն լինի ժողովրդին։ Բոլորից կենաց։